Շարունակում ենք առավոտուսոն եւ թեման, որի մասին խոսելու ենք առաջիկա րոպեներին, աննախադեպ է հայկական բալետի պատմության մեջ եւ սա նաեւ շատ կարեւոր քայլ է Հայաստանի օպերային թատրոնի միջազգային ճանաչման բարձրացման հարցում։ Խոսքն այն մասին է, որ փետրվարի 7-ից 8-ը Միլանում տեղի է ունեցել միջազգային բալետի դիտումները կամ IBA-ը, ինչպես նշում են, եւ մեր թատրոնի ղեկավարությունը իդեմս գործընկերոջս եւ մեր հյուրի, որին նա կներկայացնի, ներկայ է գտնվել այս դիտումներին եւ վստահ եմ, որ լավ արդյունքներով վերադարձել։ Ես այս պայն համ շարունակելու եմ մնալ որպես Առավոտ լուսրայի հաղորդավար, բայց համ էլ հյուր եմ լինելու այդ կիսով չափ, այսպես կարելի ասել։ Մեր տաղարում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերա եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի վարիչ Սերգեյ Սաֆարյանը։ Բարի լույս։ Բարի լույս Սերգեյ։ Շատ անսովոր է եւ շատ հաճելի է քեզ մեր տաղավարում տեսնել, հարգելի Սերգեյ։ Շնորհակալ եմ հյուրընկալելու համար։ Հաճելի առավոտները սկսել Առավոտ լուսոյի հետ։ Կրկնակի հաճելի է, երբ գտնվում ես այս հյուրընկալ տաղավարում։ Իդեպ մեր մշտական հեռուստադիտողներից է Սերգեյ, միշտ առավոտները սկսում եմ Անդավաճան։ Ինձ թվում է երակի հաճելի է, երբ Վիլեն Գալստյանի ծննդյան օրն եք լուսոյի տաղավարում, որովհետեւ այսօր մայստրոն 85 տարեկան կդառնար։ Առհասարակ Վիլեն Գալստյանի անունը կապելով ինչ որ իրադարձության կամ ինչ որ մի բանի հետ շատ պատասխանատու է եւ պատասխանատվության բարձր աստիճան է ենթադրում։ Իհարկե, իսկ ինչպես կասեր Վիլեն Գալստյանը, բալետի մասին պետք չէ երկար խոսել կամ առհասարակ խոսել, պետք է այն դիտել եւ վայելել։ Այսօր մայստրոյի 85-ամյակն է եւ գիտեք, ինչպես Ռուբենը նշեց րոպեներ առաջ, նրա մասին կարելի է անվերջ խոսել եւ պատմել, բայց եթե կարճ փետրվարի 19-ին հրավիրում ենք օպերային թատրոն դիմակահանդես բալետը դիտելու հենց Վիլեն Գալստյանի բեմադրությամբ, որը կունենանք նաեւ մեծ անդրադարձ մեր վարպետին պատմող ինչ-որ մի հետաքրքիր տեսանյութով եւ առասարակ այդ օրը կնվիրվի նաեւ նրան։ Դուք միշտ հուզմունքով եք խոսում եւ դա միանգամից նկատելի է, երբ այս անունը լսում եք, հետաքրքիր է դրսում, օրինակ Միլանում եք եղել վերջերս, նույնչափ կարևորություն տրվում է այս անվանը, ճանաչում են, գիտեն, կարևորում են։ Բալետի ոլորտում։ Երբ որ դու գտնվում ես յուրաքանչյուր երկրում, առաջի հերթին, սա ուղղակի խոսում եմ, զուտ խոսում եմ մեր մասնագիտության շրջանակներում, առաջի հերթին բալետը, որ ասում եմ Հայաստանից եմ եկել, մենք բալետը, Արամ Խաչատրյան դուք ունեք, նրա ֆանտաստիկ բալետները, Վիլեն Գալստյանը։ Այսինքն մի անուն է, որը առնչվում է մեր հայկական բալետի հետ, որը համաշխարհային անուն է ու որ երկրում էլ դու գտնվես, անհնար է քո մասնագիտության շրջանակներում կամ մասնագիտության մեջ գտնվող մարդկանց շրջանակներում չլինեն մարդիկ, որոնք չճանաչեն Վիլեն Գալստյանին։ Եվ Վիլեն Գալստյանի անվան հետ է կապվում մեր հայկական բալետը, որը ֆանտաստիկ ուղղակի արտիստ է եղել։ Երբ որ տեսանյութը դիտում ենք, նաև միասին էլ կիսվեցինք, որ Տերևս 60-ականների, 50-ականների վերջ 60-ականների սկիզբ տեսանյութ ենք դիտում, նրա ջայրով պարը Գայանե բալետից, նրա հենց բեմադրած, ու դա դերևս մինչև այսօր ակտուալ է։ Իսկ շատ թատրոններում գտնվող արտիստներ կան, որոնք դեռ նույնիսկ նայում են սովորում, նայելով են սովորում, բացի նայելով սովորելուց, դեռ ինքը ակտուալ է։ Մեր ժամանակների համահունչ է նա քայլում, դերևս 60-ականներին։ Նա ունիկալ է, նա ֆանտաստիկ է։ Գիտեք Համլետ, նույնաչափ չեն կարող կարևորել, արժևորել արտասահմանում Վիլեն Գալստյանին, որովհետև այդ գիտակցումը, այն մշակութային ժառանգությունը, որ թողել է նա, մենք դրա կրողներն ենք, հայկական բալետը դրա կրողներն են եւ մենք անսահման ենք գիտակցում, այնպես որ համեմատական չի ցանկանա անցկացնել, բայց իհարկե հաշվի են նստում նրանք այդ մշակութային ժառանգության հետ, որն այսօր ունենք մենք։ Հրաշալի է։ Եվ մեր մշակութային ժառանգության միջազգայնացմանն է նաև ուղղված այս կարևոր, չգիտեմ, ասենք միջոցառում, թե ասենք իրադարձություն, որին եղել դիտումներին, ինչ է սա մեզ տալու։ Տեսեք, սա նախապատմություն ունի, երևույթը աննախադեպ է, բայց ունի նախապատմություն։ Վերջին տարիներին, երբ թատրոնը սկսեց ղեկավարել մայստրո Կարեն Դուրգարյանը, նպաստավոր պայմաններ ստեղծվեցին եւ բալետային եւ օպերային արվեստի զարգացմանը Հայաստանում։ Վեր հանվեց խնդիրները, որը ուներ բալետը, դա կադրային քաղաքականությունն էր, դա խաղացանքն էր, դա ֆինանսներն էր, սրանք երեք կարևորագույն կետերն էր, որը պետք էր նպաստեր բալետի զարգացմանը։ Եվ միաժամանակ երեք
ուղղություններով զուգահեռ սկսվեց մեծ թափով աշխատանքներ։ Եթե անդրադառնանք փետրվարի 7-ից 8-ը Միլանում տեղի ունեցած միջազգային դիտումներին, ապա սա նպաստելու է միջազգային կադրային համագործակցությանը, մասնագիտական կապերի ընդլայնմանը եւ ինչու՞ չէ մեր թատրոնի միջազգային ճանաչման բարձրացմանը։ Երևույթը ինչով է աննախադեպ, գիտեք, չեմ վախենում այսպիսի գերադրականացականներ օգտագործելու, խոսելու իրադարձությունների մասին, բայց դրանք տեղին են եւ հիմնավորված են, որովհետեւ բալետը, հայկական բալետը իր պատմության երկար տարիների մեջ չուներ նմանատիպ հրավերներ եւ միգուցե ժամանակին կամ անհատներ եղել են, մասնակցել են, որի մասին չի խոսել, բայց հենց հրավերը ստացել ենք թատրոնից, իմիջայլոց ուզում եմ հիշեցնել, որ 24 թվականին Միլանի Լա Սկալայի կատարողական արվեստների եւ արհեստների ակադեմիայի եւ մեր թատրոնի միջև կնքվել է հուշագիր, իսկ կազմակերպիչը այս միջոցառման Կարբոնե Բեատրիչեն է, ով հանդիսանում է Լա Սկալա թատրոնի առաջատար մենապարուհի, այժմ նա չի ապարում, երկար տարիներ եղել է առաջատար մենապարուհի, հրավերն ուղարկել է թատրոն եւ մայստրո Դուրգարյանի հետ քննարկելով հաստատվեց, որ պետք է մենք մասնակցենք։ Մասնակցությունը մեր եղել է ես եւ Ռուբենն ենք մասնակցել, 2 օր է տևել դիտումները, մասնակիցների քանակը կխնդրեմ ինձ մոտ 200, ավելի հստակ ասեմ 197, չէ 8 198 մասնակից աշխարհի, Եվրոպայի տարբեր երկրներից, Ֆրանսիա, Գերմանիա, Անգլիա, նաև Ավստրալիայից կար, Ճապոնիայից կար, հավաքվել է միջազգային հեղինակավոր պարային բալետային դպրոցների լավագույն արտիստները։ Եվ հիմա մենք հայտ ենք ներկայացրել մյուս թատրոններին, ձեռնոց ենք նետել կադրերը վերցնելու։ Իհարկե մենք ունենք 4 պայմանագիր առաջարկելու եւ 3-ը այսպես սպասման փուլում են։ Հիմա բուրըն բանակցությունների ընթացք է եւ փորձում ենք շահագրգռել այդ արտիստներին, թե ինչով է մեր թատրոնը առավել մյուս թատրոններից, որ նրանք ընտրեն մեր թատրոնը։ Շատերը առաջին անգամ էին լսում մեր թատրոնի համար, որոշ հատվածները տեղյակ էին, գիտեին մեր թատրոնին եւ մեր այս պահի դրությամբ միակ խաղաքարտը ամենահզոր դա մեր խաղացանքն է եւ խաղացանկի ինտենսիվությունը աշխարհի տարբեր թատրոններում լինում է ներկայացում, ենթադրենք Չայկովսկու Կարապիլիճը մի քանի օր շարունակ, հա 10 ներկայացում, 15 ներկայացում, ամանորյա նախատոնական այդ մարդուկ ջարտուկը ներկայացում է, որը սկսվում է այսպես հատվածներ եւ չի ավարտվում, հա, մեկ ամիս անդադար խաղում են։ Այո, իսկ մեզ մոտ դա կլոր տարի է, այլ կերպ է կառուցված, ոչ մեզ մոտ ներկայացումները չեն կրկնվում իրար հետևից հաջորդականությամբ, մեզ մոտ տարբեր ներկայացումներ են եւ արտիստը որպես մասնագիտական եւ որպես հոգեվոր առումով չի հոգնում ներկայացումից եւ նա շարունակում է անընդհատ մարզավիճակում եւ հոգեպես մնալ եւ ֆիզիկապես մնալ։ Պարզ ասած, փաստորեն աշխարհի առաջատար դպրոցների արտիստները կամ ապագա արտիստները եկել էին կաստինգ անցնելու, որպեսզի կան մեր օպերային թատրոն, ճիշտ է։ Այո, նաեւ մեր ժյուրիի կազմում կարելի ասել ոչ միայն Հայաստանն, այլ նաեւ ներկայացուցիչներ կային տարբեր երկրների ու թատրոնների, պետք թվում Չեխիայից, Ավստրիայից, Գերմանիայից, Էստոնիայից, շատ էին անկեղծ չեմ հիշի 10 մոտավորապես 10 հասնում էինք ամբողջ թատրոնների ներկայացուցիչներով ու շատ ճիշտ նկատեցիր, որ ես մի փոքր ավելի այսպես բացեմ իրականությունը էլի ինչում նկարանում համարենք Լա Սկալայի ակադեմիայի ուսանողներն են, որոնք որ մոտավորապես մի քանի ամսից սեպտեմբեր ամսին արդեն վերջացնում են իրենց ակադեմիան ու պետք է աշխատանքի ընդունվեն։ Բայց Լա Սկալան այս տարվա կտրվածքով ունի 3 տեղ աշխատատեղ։ Ավելին ցավոք սրտի չի կարող իրան թույլ տալ, բայց ակադեմիայում սովորում են 20 կամ 30 ուսանողներ։ Ու բարձրակարգ ուսանողներ, եթե հասել են մինչև ավարտական կուրսեր ու արդեն ավարտում են։ Ինչ որ միտեղ պետք է գնան։ Նախապես կազմակերպվում են ու նմանատիպ դիտումներ, հատկապես այս աստիճան ու այս մակարդակի, որտեղ գտնվում են տարբեր թատրոնների ներկայացուցիչներ ու նրանք հայտարարում են արդեն դիտելով նրանց
դասական պարը, որից հետո ժամանակակից պարը, որից հետո դու հնարավորություն տալի, եթե արդեն ընտրության մեջ են նաև նրանք մենապարով վարիացիաներով, այսպես ասած, հանդես գան, ու արդեն ընտրությունը դու քո կայացնում ես։ Եվ նրանց քո պայմաններն ես ներկայացնում, որ այսինչ պայմաններով մենք ուրախ կլինենք քեզ աշխատանքի վերցնել, այսինչ թատրոն։ Շահագրգռվածությունը մեր այս դեպքում շատ մեծ էր, ինչպես նաև Սերգեյը նշեց խոսքի սկզբում, թե սա ինչ մեծ իրադարձություն է անկեղծ մեզ համար, որ նման երևույթ ու նման իրադարձություն երբևէ մենք չենք ունեցել ու ժողովրդի լեզվով ասած մենք առաջին անգամ ենք ոտք դնում եւ մոտ գործում նման ասպարեզ մյուս թատրոնների հետ մրցելու, որ այո, որը շատ կարևոր է մեր թատրոնի միջազգային փոխգործակցությունների շրջանակում հնչի մեր թատրոնի անունը եւ հիմա մենք քայլ-քայլ գնում ենք այդ ուղղությամբ եւ միջազգային ճանաչման բարձրացման համար նաեւ մենք դատարկացիառն չենք վերադարձրել Միլանից պայմանավորվածություններ կան եւ մարտի 6-ին հենց իտալացի արտիստ Յակոպո Տիսին ով հանդիսանում է միաժամանակ եւ Լա Սկալա թատրոնի առաջատար մենապարող եւ մեծ թատրոնի առաջատար մենապարող մարտի 6-ին հանդես կգա Վիլեն Գալստյանի բեմադրությամբ Գայանե բալետում։ Եվ գիտեք, այն արտիստները, ովքեր որ այսօրվա դրությամբ մեր թատրոնում աշխատում են եւ արտիստներ Իտալիայից մշտական աշխատող են եւ Ճապոնիայից եւ ունենք Ռուսաստանի Դաշնությունից կամած այդ մեր բալետային խմբի միջազգային արտիստների քանակը ընդլայնվում է եւ հուսով եմ այս տարվա մեջ եւս 3-ից 4 Եվ հետո մեծ հաշվով մենք միշտ պարտանում ենք, չէ՞, որ օրինակ հայազգի արտիստները միջազգային այլ թատրոններում հայտնի ելույթ են ունենում, այնտեղ գուցե նաեւ որպես մշտական արտիստներ են ներգրավում ու սա էլ է հետաքրքիր, որ մենք մեր թատրոնը դառնում է հետաքրքիր արտասահմանցի արտիստների համար եւ նրանք մի օր կարող են այստեղ եւ այնտեղ գլուխ կովալ, որ Հայաստանի օպերային եւ բալետի թատրոնում են։ Համլետ ջան, իրենք վաղը դառնալու են մեր մշակույթի դեսպանները ամբողջ աշխարհով։ Եվ այս փոխգործակցությունը նպաստելու է հենց դրան։ Մեր արտիստները ինչպես են ընդունում օտարերկրացի արտիստների ներկայությունը իրենց ես կասեի ինչպես ենք մենք հայրս առասարակ իրերին ընդունում անկեղծ եմ ասում որովհետև բոլորը տպավորված են ու երբ որ խոսում էինք այս ամենի շուրջ ու բանակցություններ էր տանում նաև մեր մենեջմենտի աշխատակիցը ով նույնպես օտարերկրացի է ով նույնպես այդ հուշագրի հիմունքներով այստեղ աշխատում է մեզ մոտ իտալացի Միլանից նաև բայց ազգությամբ ռուս նա նույնպես մարդկանց ներկայացնում էր թե մենք ամենաֆանտաստիկ ազգերից մեկն ենք հանդիսանում նախ իր ապահովությամբ նախ իր ապահովությամբ նաև իր հյուրընկալությամբ ու նույնը փաստում է նաև այն արտիստները որոնք որ մեր թատրոնում են ում քիչ առաջ նաև Սերգեյն նշեց թե Ճապոնիայի ներկայացիչ թե Ուկրաինայի ներկայացիչ թե ռուս թե իտալացի բոլորը հենց այդ հյուրընկալությամբ շատ տպավորված են։ Իսկ դե մերոնք էլ շատ ջերմ, ոնց որ անկեղծ, ոնց են գալիս մեզ մոտ հյուր, մենք տեսնում ենք զբոսաշրջիկ, ու ամեն ինչ պատրաստ ենք նրա համար անելու։ Նույնը թատրոնում է անկեղծ։ Եվ նման երևույթը բալետային խմբում ստեղծում է առողջ մրցակցություն, այո, որը որ շատ կարևոր է։ Ժամանակի ընթացքում ճիշտ է ընկերանում են, որը որ շատ հաճելի է, շատ լավ է, երբ որ արտասահմանցի երբեմն նույնիսկ ամուսնանում։ Մենք արդեն մի զույգ ունենք, որ ընկերություն նրանք ծանոթացել են այլ երկրում, լրիվ տարբեր երկրների քաղաքացի են, ամուսնացել են Սա էլ է կատարելագործվելու մեխանիզմներից մեկը վստահաբար, երբ դրսի դպրոցի որևէ ներկայացուցիչ գալիս է եւ սկսում է միջավայրում նաեւ իր ներդրումն ունենալ ինչ որ առումով կամ սովորում մեզնից երկուսը մեկում Համաձայն եմ ես էլ եմ ուզում շնորհակալություն հայտնել հնարավորության համար որ մենք կարողացանք այսօր խոսել եւ բարձրաձայնել այս կարևոր իրադարձության մասին Սերգեյ շնորհակալություն որ առավոտը սկսեցիք մեզ հետ ու կիսվեցիք այս կարևոր տեղեկությամբ նույնպես ձեզ լավ օրվա շարունակություն ենք մաղթում Ձեզ նույնպես այսօր է լավ ելույթ որովհետեւ այսօր օպերային թատրոնում Մարամ Խաչատրյանի Սպարտակ բալետային ներկայացումն է լինելու հրավիրյալ շատ հետաքրքիր արտիստ է պահելու Սպարտակի դերում ձեզ լավ օրվա շարունակություն իսկ մենք փոքրիկ երաժշտական դադար կունենանք որից հետո կվերադառնանք ու կշարունակենք մնացեք մեզ հետ